Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 21-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, ինչպես գիտեք, տարվա ծնված նշաններին արդեն չեն լինում կանխատեսումներ, այդ ալիքը այլևս չի աշխատում։ Տեսնենք, ինչ է մեզ բոլորի սպասվում։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարող եք ինչ-որ միտեղ այդպես երկար մնալ, ելք եք փնտրում հարցին լուծում տալու համար, գուցե որ այդպես մնացել եք այնտեղ երկար, սպասում եք, երևի դրա հետ կարող է նաև կապված լինել, թե ինչ անել, ինչև երբ սպասել օրինակ։ Այդտեղ սպասում եք ինչ-որ մեկին, որ գա գումար վճարեք կամ ձեզ գումար տա։ Եվ հեռախոսազանգ ունեք որևիցե մասնագետի հետ, կարող եք խոսել, հանդիպում շփում նաև ոչ տղայի հետ երիտասարդ, միգուցե մասնագետը հենց երիտասարդ տղա է։ Եվ երեկոյան ինչ-որ մի բան է ձեզ մոտ զարգանում, առաջ խաղացում կա, որից կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել, ինչ-որ մի բան ձեզ տանջի, ինչ-որ մի բան այդպես։ Կամ որ դա առաջ է գնում, ամեն ինչ նորմալ է, ձեզ մոտ այդպես հուզմունք է առաջանում, որ ամեն ինչ ի վերջո առաջ է շարժվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 21-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոմանց մոտ այստեղ պայմանագիր եք կնքում եւ ինչ-որ գործողություններ, գործունեություն, այդպես ոնց որ զարգանում է, առաջ է գնում, ոմանք նաեւ այդտեղ ամուսնությունն է, ընտանեկան կյանքը եւս էլի զարգանում է, այստեղ առաջ է գնում, առաջ խաղացում կա այդ հարցերում։ Եվ ոմանք այստեղ հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեն կամ կայցել եք նման վայր, կամ հիվանդատես կամ կարող է նաև կոսմետոլոգի մոտ։ Օրվա ընթացքում պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, կարող է լինել բժշկական կենտրոնը հենց ուսումնական հաստատություն, նաև գումար եք վճարելու կամ գումար ստանաք։ Ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, նույն դեպս ձեզ սիրված կզգաք ինչ-որ մի հարցի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 21-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հուզվում եք, նաև կարող եք արտասվել ինչ-որ մի բանից։ Եվ օձեր կան ձեր շրջապատում իբր կարող է ձեզ աջակցում են, օգնում են, իբր կարեկցում են, ինչ-որ մի բանի հետ կապված, միգուցե որ հուզվում եք, ձեզ օգնում են, որ չհուզվեք, այդպես։ Բայց իրենք երկերեսանի են։ Նաև օրվա ընթացքում կստանաք երկար սպասված նամակ, փաստաթուղթ, որևիցե տեղեկատվություն եւ ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Այդ օրը նաև գումար կստանաք, նաև գումար կծախսեք։ Եվ ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը կամ հանգստի կարիք արդեն ունեք, միգուցե դիմում եք նաև, որպեսզի գնաք արձակուրդ, որպեսզի գնաք հանգստանալու ինչ-որ միտեղ, կամ կայցելեք ոչ բժշկական կենտրոն, նաև չի բացառվում կոսմետոլոգի մոտ նաև չի բացառվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 21-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, երիտասարդ, սեղանի շուրջ եք նստելու, միգուցե իր հետ է դա կապված, այդ սեղանի շուրջ իր հետ եք նստում, նաև օրվա ընթացքում հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նաև հանդիպում շփում կունենաք ոչ կնոջ հետ, դա արդեն ավելի երեկոյան ժամերին է վերաբերվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 21-ին։ Քարտերը չեն ուզում պատասխանել, մեկ անգամ էլ խառնեմ։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 21-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ, այդ կինը այդքան էլ հաճելի կին չէ, նաև այստեղ կտրուկ քայլ կանեք, ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար, դրա համար էլ այդ կտրուկ քայլը կանեք, նաև կտրուկ ինչ-որ մի բան տեղի կունենա, որից հետո եւս կարող եք քայլ անել, որ այդ հարցին լուծում տալ, գտնել լուծում,
Օրվա ընթացքում կարող եք վիճել նաև տարբեր մարդկանց հետ կամ մեկ հոգու հետ ընդամենը հանդիպում եւ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է, միգուցե ձեր տղան է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 21-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը կտրուկ հոյեցեք քայլ կանեք, անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա, սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ-որ մի բան այստեղ կարող է չեք մտադրված չեք ինչ-որ մեկի հետ ինչ-որ մի տեղ գնալ եւ հետո կարող է ինչ-որ հայտնվել ինչ-որ մի պատճառ եւ հանդիպեք իրար եւ սեղանի շուրջ նստեք։ Այդ որ նաև հանկարծակի լուր կլսեք, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կանեն, կլուծեն, միգուցե նաև աշխատանքի եք ընդունվում, հանդիպում պետական աշխատողի հետ, հոյցա մասնագետի հետ, նաև կարող է բիզնեսի հետ կապված է, որ հանդիպում եք որևիցե մասնագետի հետ կամ պետական աշխատողի հետ լուծեք ինչ-որ հարցեր։ Ոմանք կարող բիզնես եք բացում եւ դրա համար եք գնում, խոսում բիզնեսի հետ կապված, գնում եք օրինակ հարկային կամ մեկ այլ տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 21-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը ճանապարհ եք գնալու, այստեղ ավելի շատ հիվանդանոց է ցույց տալիս, բժշկական ոչ է կենտրոն, կամ այնտեղից ինչ-որ մարդկանց, եթե հիվանդ էին, ապա դուրս են գրում եւ բերում եք տուն։ Ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, նաեւ ոմանց իրախոստովանություն կանեն, գուցե ձեր հարազատներին եք տուն բերում, ձեր սիրելիներին եք տուն բերում, տան մեջ առիթ ունեք կամ ձեր կամ պետք է գնաք այդ առիթին նշելու, նաև ոմանց հարսանիքի հրավեր կանեն, ամուսնության առաջարկ կանեն, նաև նա կարող է լինել պայմանագրի կնքում, այստեղ նաև հաջողություն ունեք կամ հաջողակ պայմանագիր եք կնքում ձեզ համար, հաջողակ ամուսնության առաջարկ է դա նաև, ինչ-որ կընդունեք կամ գուցե այստեղ հարսանիքի կամ ընտանիքի հետ է կապված կամ միանում եք իրար հաջողությամբ եւ օրվա վերջ ելք եք փնտրելու ինչ-որ հարցի լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 21-ին։ Հարգելի կարիճներ, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այդ օրը պետք է զբաղվեք դրանով, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, նաև խոչընդոտներ կան, այդ օրը պետք է լուծեք, միգուցե հենց պետական հիմնարկության հետ է կապված, և օրվա ընթացքում ինչ-որ բան է ուշանում ձեզ մոտ մոտավորապես 2 ամիս այն կուշանա, և ոմանց ամուսնության առաջարկ կանեն, ոմանց ընտանեկան կյանքը կարող է բարելավել, լավանալ կամ ընտանիք կազմել կամ վերամիավորվել եւ միանգամից այստեղ երկերեսանի մարդիկ են առաջ գալիս, նաեւ դա կարող է լինել պայմանագրի կնքում, պայմանագիր կնքեք եւ դա եւս, կարող է նախանձի տեղիք տա եւ երկերեսանի մարդիկ հավաքի ձեր շրջապատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այդտեղ կարծես, աչա։ Գնանք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 21-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը երկար սպասված ոչ նամակ կստանաք, որովհետեւ տեղեկատվություն կստանաք։ Նաև փաթեթ կարող է լինել, որ պատվիրել եք դեռ չէր եկել։ Ուշադրություն դարձրեք ձեր կարիերան ավելի շատ նվազում է, այստեղ կարող է ոմանք ավելի քիչ աշխատանք ունենան այդ օրը։ Եվ այսքանն է, կարող եք նայել նաև ձեր լուսնային նշանը, որպես հավելյալ։ Որտեղ լիարժեք չի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 21-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, օրվա ընթացքում բայց ունակ խոչընդոտներ, ինչ-որ սեղանի շուրջ եք նստելու և ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ են գալու, կամ այդ ճանապարհի հետ է կապված միգուցե նաև խոչընդոտը, և օձեր կան, օձեր, չար մարդիկ, բամբասանք, չար լեզուներ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 21-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը մտածում եք ոչ տղայի մասին, մտքերով կլինեք, իր հետ կլինեք մտքերով, ինչ որ, կարող ձեր տղան է, կարող է ձեր եղբայրն է, միգուցե նաև նոր սերը, նոր հարաբերություն են եւ իր մասն եք մտածում։ Նաև օրվա ընթացքում լավ լուր կլսեք կամ բարի լուր կլսեք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 21-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ միտեղ կգնաք եւ երկար կմնաք, կամ ինչ-որ բանի եք սպասելու, կամ ինչ-որ մեկին եք սպասելու։ Երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, գուցե փաթեթ է նաեւ, գնում եք վերցնելու կարող է, այնտեղ սպասում եք, որ վերցնեք այդ ամենը։ Եվ ձեր գործերը հնարավորինս չափ այդ օրը առաջ կմաղեք, որքան հնարավոր է։ Եվ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, նախանձ մարդիկ, այնպես որ մինգեք իրենց թակարդը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։